Ողջույն։ Պատկերացրեք արխիվ, որը կարող է հողի մեջ մնալ 2 միլիոն տարի եւ շարունակել պահպանել ինֆորմացիան։ Հնչում է որպես գիտական ֆանտաստիկա, սակայն հենց այդպիսի արխիվ է ԴՆԹ-ն։ Օրինակ 2022 թվականին գրելանդական նստվածքներում հայտնաբերվել են 2 միլիոն տարեկան ԴՆԹ բեկորներ, ու այսօր գիտնականներն առաջարկում են նույն այդ մոլեկուլն օգտագործել ոչ թե կենսաբանության մեջ, այլ թվային աշխարհում։ Թվային քաղաքակրթությունն ունի երկու մշտական խնդիր՝ որտեղ պահել տվյալների աճող ծավալներն ու ինչպես պաշտպանել դրանք, սիլիցիումային կրիչները դառնում են ավելի ու ավելի խիտ, սակայն ֆիզիկական սահմաններն արդեն մոտ են։ Արդյունքում հետազոտողներն ավելի հաճախ են նայում ի սկզբանե կյանքի, ոչ թե սերվերների համար առաջացած մոլեկուլի կողմը։ Արիզոնայի համալսարանի թիմը ներկայացրել է երկու մոտեցում՝ միավորված միևնույն գաղափարով։ ԴՆԹ-ն ոչ միայն գենետիկական կոդ է, այլև ինֆորմացիայի պահպանման ու կոդավորման ունիվերսալ հարթակ։ Առաջին մոտեցումը փոխում է ԴՆԹ-ում տվյալների գրանցման սովորական պատկերացումները։ Սովորաբար ինֆորմացիան կոդավորվում է նուկլեոտիդների հաջորդականության մեջ։ Այն ընթերցելու համար անհրաժեշտ է սեկվենավորում, իսկ դա բարդ ու թանկ պրոցես է։ Գիտնականների առաջարկած մոտեցման մեջ ինֆորմացիան ոչ թե հաջորդականության, այլ ձևի մեջ է։ Գիտնականները ԴՆԹ-ից ստեղծում են նանոչափերի ստրուկտուրաներ, որոնց ֆիզիկական կոնֆիգուրացիան էլ պարունակում է ինֆորմացիան։ Այս ստրուկտուրաներն անցնում են փոքրագույն սենսորի միջով, որը գրանցում է բնորոշ էլեկտրական ազդանշանները։ Այնուհետև մեքենայական ուսուցման ալգորիթմները ճանաչում են ձևի սիգնատուրաներն ու վերականգնում տեքստը։ Սա ավելի արագ է ու պոտենցիալ ավելի պարզ մասշտաբավորման համար։ Հիմնական առավելությունը խտությունն է ու կայունությունը։ ԴՆԹ-ն աներևակայելի կոմպակտ է։ Ավազահատիկի չափ կրիչում տեսականորեն կարելի է պահել տվյալների հսկայական ծավալներ, ու ճիշտ պայմաններում դրանք կարելի է պահպանել հազարամյակներ, իսկ երբեմն անգամ միլիոնավոր տարիներ։ Այդպիսի կրիչը չի վախենում ֆորմատների արդիականությունը կորցնելուց կամ մագնիսական սկավառակների մաշվածությունից։ Երկրորդ մոտեցումը վերաբերում է անվտանգությանը։ Այստեղ օգտագործվում է ԴՆԹ օրիգամի տեխնիկան, երբ երկար թելիկները փաթեթավորվում են նախորոք սահմանված երկչափ կամ եռաչափ ձևերի։ Ինֆորմացիան կոդավորում է այս նանոկառուցվածքների տեղակայման եւ նախշերի մեջ։ Առանց հատուկ բանալու, այսինքն էտալոնային նմուշների, ազդանշանն իրենից ներկայացնում է զուտ քաոտիկ աղմուկ։ Ինֆորմացիան վերծանելու համար կիրառվում են գերբարձր թույլտվության միկրոսկոպիա եւ նեյրոցանցեր, որոնք ի վիճակի են տեսնել նրբագույն տարբերությունները կոնֆիգուրացիաներում։ Ըստ էության երկու մոտեցման դեպքում էլ տվյալները մոլեկուլյար մակարդակում վերածվում են ֆիզիկական օբյեկտների։ Դրանք հնարավոր չէ պատճենել կամ որսալ ավանդական մեթոդներով։ Անհրաժեշտ է իմանալ, թե կոնկրետ ինչ կառուցվածք ունի տվյալ ստրուկտուրան։ ԴՆԹ-ն մնում է կյանքի խորհրդանիշ, սակայն աստիճանաբար այն կարող է դառնալ նաև տվյալների պահպանման նոր դարաշրջանի խորհրդանիշ։ Կարիբյան ծովում կորալային խութերի սննդային շղթաները վերջին 7000 տարվա ընթացքում կրճատվել են գրեթե 2/3-ով։ Այսպիսի եզրակացության են եկել խութերի տրոֆիկ ստրուկտուրայի առաջին լայնածավալ պատմական ռեկոնստրուկցիան իրականացրած գիտնականները։ Աշխատանքը հրապարակվել է Nature ամսագրում ու հիմնված է ազոտի իզոտոպային վերլուծության վրա։ Այս մեթոդը թույլ է տալիս բառացի կարդալ հնագույն ձկների սննդակարգը։ Կորալային խութերը մոլորակի ամենաբարդ էկոհամակարգերից են։ Դրանք կիսամիջավայր են ապահովում ծովային բոլոր տեսակների 1/4-ի համար։ Խութերից 100 կիլոմետր շարավղով տարածքում ապրում է մոտ 1 միլիարդ մարդ, ում պարենային անվտանգությունն անմիջականորեն կապված է այս էկոհամակարգերի հետ, սակայն վերջին տասնամյակներին խութերն արագ դեգրադացվում են։ Միայն Կարիբյան ծովում դրանց ծածկույթը 1970-ականներից կրճատվել է մոտ 2 անգամ։ Սմիթսոնյան արևադարձային հետազոտությունների ինստիտուտի գիտնականները որոշել են համեմատել, թե ինչ տեսք է ունեցել խութերի սննդային ստրուկտուրան մոտ 7000 տարի առաջ միջին հոլոցենում ու մոտավորապես 100 տարի առաջ։ Նրանք ուսումնասիրել են կորալներն ու 136 օտոլիտ։ Դրանք ձկների լսողական ոսկրիկներն են, որոնք լավ պահպանվում են նստվածքներում։ Ընտրանքում ներառված են եղել ձկների 4 ընտանիքի ներկայացուցիչներ։ Ռեկոնստրուկցիայի բանալին ազոտի 15N ու 14N իզոտոպների հարաբերակցությունն են։ Որքան բարձր դիրք է զբաղեցնում օրգանիզմը սննդային շղթայում, այնքան նրա հյուսվածքներում մեծ է ծանր 15N իզոտոպի չափաբաժինը։ Վերլուծությունը ցույց է տվել, որ հազարամյակների ընթացքում գիշատիչ եւ ամենակեր ձկների մոտ այս ցուցանիշը նկատելիորեն նվազել է։ Դա նշանակում է, որ սննդային ցանցում նրանց դիրքը ցածրացել է։ Նրանք սնվել են պակաս բազմազան եւ ավելի պարզ ավարով։ Միևնույն ժամանակ ցածր տրոֆիկ մակարդակի ձկների մոտ, այսինքն նրանց, որոնք սնվում են ջրիմուռներով եւ դեետրիտով, իզոտոպային ցուցանիշները գործնականում չեն փոխվել կամ նույնիսկ աճել են։ Արդյունքում սննդային շղթաների ընդհանուր երկարությունը կրճատվել է 60-70%-ով։ Ջրիմուռների եւ խոշոր գիշատիչների միջև միջանկյալ օղակների թիվը պակասել է։ Սա խիստ անհանգստացնող ազդանշան է։ Երկար սննդային շղթաները սովորաբար բնորոշ են կայուն կառուցվածքային առումով բարդ էկոհամակարգերին։ Դրանց կրճատումը վկայում է
կենսաբազմազանության նվազման եւ կոլապսի բարձր ռիսկի մասին։ Հնարավոր պատճառների թվում հետազոտողները նշում են խութերի ճարտարապետության դեգրադացիան եւ կենսամիջավայրների կապակցվածության կորուստը։ Խութերը դարձել են ավելի ֆրագմենտավորված, վատ են կապված մանգրային անտառների հետ, որոնք նախկինում ծառայում էին որպես սննդի եւ ապաստարանների կարևոր աղբյուր։ Գիշատիչների համար բարդացել է բազմազան որս հայթայթելը, իսկ ընդհանուր էկոհամակարգի համար նախկին բարդության մակարդակը պահպանելը։ Ըստ էության մի քանի հազարամյակի ընթացքում կարիբյան խութերն անցել են բարդ բազմամակարդակ ցանցից դեպի ավելի պարզեցված համակարգերի ուղին։ Երկիրը ոչնչացվել է միջգալակտիկական մայրուղու կառուցման համար, այսպես է սկսվում Դուգլաս Ադամսի ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց գիրքը։ Հազվագյուտ դեպք, երբ գիտական ֆանտաստիկան տիեզերքի կառուցվածքը բացատրում է սրբիչի եւ աբսուրդի օգնությամբ։ Գլխավոր հերոսը ամենասովորական անգլիացի գրկվում է այլմոլորակայինի շնորհիվ, ով տիեզերական ճանապարհորդների համար ուղեցույց է գրում։ Ուղեցույցն ի դեպ խոշոր տառերով խորհուրդ է տալիս չտագնապել։ Այս աշխարհում սուպերհամակարգիչը 7.5 միլիոն տարի հաշվարկում է կյանքի, տիեզերքի ու այլ նման բաների մասին գլխավոր հարցի պատասխանը։ Այստեղ կետերը նյութականացվում են մթնոլորտում, դռները տնքում են հաճույքից, իսկ տիեզերքում ամենավտանգավոր մարդը նա է, ով ճշգրիտ գիտի, թե որտեղ է իր սրբիչը։ Գիտական տեսանկյունից գիրքը սատիրա է, գրական առումով կուլտային դասական, իսկ գործնական առումով այն հիշեցնում է, եթե տիեզերքն անիմաստ է թվում, հնարավոր է պարզապես մինչև վերջ չեք կարդացել այն շահագործելու ինստրուկցիան։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։